Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք ՏՏ ոլորտի տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանին։ Բարև ձեզ, պարոն Աշոտյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Պարոն Աշոտյան, ձեր էջում հրապարակված մի տեսանյութի պատճառով Ալեն Սիմոնյանը ձեզ դատի է տվել։ Ինչպես է գնահատում Ալեն Սիմոնյանի կողմից ձեր դեմ ներկայացված այս դատական հայցը, դա իրավական թե քաղաքական գործընթաց եք համարում եւ ձեր կարծիքով սա խոսքի ազատության սահմանների թե քաղաքական ճնշումների խնդիր է։ Ինչպես ասեցի, շնորհակալ եմ հրավերի համար, դեռևս հայց ինձ չի հասել, այսինքն պետք է չէ ինչ-որ բան գա քեզ հայց տեղ հասնի, ծանոթում այո պետք է գա, դեռևս ծանոթում չեմ ստացել։ Ալեն Սիմոնյանն է այո այդ սպառնալիքը ներկայացրել իր բամրո խոսնակի միջոցով, այսինքն ու բավականին տգեղ ձևակերպմամբ ձեզ 24 ժամ ժամանակ ենք տալիս, որ դա հեռացնենք եւ այլն, որ ամենևին էլ հարիշ չէ իմ հարկատուիս հարկերից աշխատավարձ ստացող որ հերոս հարկատու է։ Հա, էլի ոնց որ ես հերոս հարկատու մարդ ինչ ձև են հերոս հարկատուիս հետ խոսում, էլի։ Հա, իհարկե խայտարակություն է սա միանշանակ քաղաքական այսպես ճնշման փորձ էր, քանի որ ես չեմ ճնշվել, ինչպես նշում եմ, դա փորձ էր ընդամենը, թե հետագայում եթե դա արդեն դատարան կգնա հարցը, ես արդեն նշել եմ իրենց, հենց մեկնաբանությունների հատվածում էլ ասացի, կհանդիպենք դատարանում ուրեմն դատարանում կհանդիպենք, կզրուցենք այդ թեմայի շուրջ, մի խոսքով, ընդհանուր առմամբ ես չեմ վախենում այս հարցերից, պետության ներսում տեղի ունեցող գործընթացներին, որ հիմա նայենք, օրինակ օրերս Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանի դեպքով իրենց կալանքը երկարացրեցին, Նարեկ Սամսոնյանը այս պահին հացադուլի մեջ է ու ես ուզում եմ հայտնել իրեն ու իր կնոջը, ով հիմա պայքարում է իմ աջակցություն, չնայած իրենց հետ ես ընդհանրապես քաղաքական հայացքներով շատ հեռու եմ, բայց կարծում եմ սա սոլիդարության հարց պետք է ողջ դաշտում լինի ու ողջ ընդդիմության շարքերում պետք է լինի, որ մենք կարողանանք բացառել քաղաքական հետապնդման դեպքերը, որովհետև օրինակ ինձ շատ այսպես թեթև ձևով փորձեցին մոտենալ, իսկ մարդիկ կան, ովքեր այս պահին գտնվում են հենց կալանքի տակ։ Մտավախություն չունեք, որ հետագա քայլերը Աստված մի արասե կհանգեցնեն այդ ծանր հետևանքներին, մտահոգություն ասած որն է, ես այդ ռիսկը վերցել եմ ինձ վրա, ի սկզբանե երբ որ սկսել եմ այս գործունեությամբ զբաղվել, ես այսպես ասենք սպասում ունեմ, ես արդեն այդ հաշվարկներն արել եմ, որ այո ինձ էլ կարող է հասնել դա, մի քիչ ավելի ուշ, բայց ոնց որ շարքում բոլորս ենք, քանի որ այդ քաղաքական տապնդումների այդ անիվեր, որ սկսում են պտտել, այն կանգնեցնելը արդեն ոնց որ դժվար է լինում, որովհետև ոնց որ իշխանություններն էլ օրվա այդպես համը դուր է եկել իրենք դե եկան հենց այդ խոսույթի դեմ չփոխեցին ոչ մի բան, այսպես ասած Սերժի կարած կոստյումը քննադատելով եկան, հական, պարզվեց պարոն Փաշինյանին շատ ավելի է սազում Սերժի Հակով կարած կոստյումը, ոնց որ չգիտեմ, ոնց որ իրան ավելի է սազում ամեն դեպքում ու գիտեք, այստեղ խնդիրը այնտեղ է գալիս, որ այդ համակարգային փոփոխությունները որ չեղավ, մենք էլի եկել ենք այն նույն կետին, որից որ մենք փորձում էինք բրդվել դուրս գալ ու դա արդեն իսկ ոնց որ խոսում են նրա մասին, որ օրվա իշխանությունները կորցրել են իրականության զգացումը, իրենք չեն հասկանում, որ ժողովրդական լայն աջակցություն, լայնն էլ չէ, ընդհանուր առմամբ ժողովրդական աջակցություն իրենք այլևս չեն վայելում ու երբ որ օրինակ Զարե Սինանյանն էր, եթե չեմ սխալվում, ասում է բանը մատ է թափ տալիս, կարծեմ հենց հոգևորականների, որ ժողովուրդը դուրս կգա, ով է հանողը ժողովրդին, դուք ժողովուրդը որ դուրս եկավ դուք վախեցեք էլի ես այդպեսի խորհուրդ իրենց կտայի որովհետև մի ժողովրդով վախեցրեք որովհետև ժողովրդական աջակցություն իրենք չունեն չեմ բացառում որ իհարկե 26 թվականին ինչ-ինչ պատճառներով նրանք կարող են էլի վերարտադրվել բայց այն որ իրենք վաղ թե ուշ կորցնելու են իշխանություն դա արդեն ժամանակի հարց է 26-ին հնարավոր է եւ վերընտրվեն բայց ամեն ինչ ասում է նրա մասին թե եթե մենք ակադեմիական այսպես նյութերը ուսումնասիրենք հոդվածները ուսումնասիրենք ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր գրքեր կան, մի հետաքրքիր հեղինակ կա, կոչվում է նրա անունն է Բրյուս Բուենո, եթե չեմ սխալվում, նա է ընդհանուր առմամբ այդպես լավ ուսումնասիրել հենց ավտորիտար համակարգերի բնույթը, դիկտատուրաների բնույթը, ու երբ որ իր գիրքը կարդում ես, այսպես ոնց որ Հայաստանի քեյսերն ես, էլի լրիվ ուսումնասիրում ու հասկանում ես, որ նույնն է, ու ըստ իր գրականության, եթե իր ասածներից դուրս գանք
այսպես ասենք հիմնվենք իր ասացների վրա, Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը չի կարողանալու շատ երկար ժամանակ պահել, մի քիչ երկար թեմա է թե ինչու, շատ շուտով երևի նյութ կպատրաստեմ հենց այդ մասով, բացատրելու թե ինչ փաստարկները բերում տվյալ հեղինակը ու բավականին հետաքրքիր օրինակներով հենց իրական աշխարհից թե ինչպես է լինում, բայց այն որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու պահել իշխանությունը, դա արդեն կասկածից վեր է։ Ինչ սկզբունքներով եք առաջնորդվում դուք ձեր քաղաքական վերլուծությունները կատարելիս, ձեզ հաճախ մեղադրում են կողմնակալ լինելու մեջ, ինչպես եք բերվում այս քննադատություններին։ Շատ նորմալ, ես ցանկացած քննադատության շատ էսպես adekvat եմ ընկալում ու կարծում եմ, որ հենց քննադատությունները տեղ են տալիս մարդուն զարգանալու, իսկապես ռեֆլեքսիա անելու, մտածելու, որովհետև եթե ես փակվեմ այս ինչ որ ջերմոցային պայմաններում մեր ընդդիմության մեծամասնության պես ու սկսեմ ինչ որ ասել, որ դուք բոլորդ սխալ եք, ես ճիշտ եմ, կամ ընդհանուր առմամբ փակեմ օրինակ մեկնաբանությունների հատվածը ընդհանրապես ոչ մի մեկնաբանություն չստանամ, դա դեգրադացիա է բերելու, ես այդ մտքին եմ։ Երբ որ ասում են կողմնակալություն, ես կարծում եմ, որ կա այդտեղին, որովհետև իմ նյութերի այսպես գերակշիռ մեծամասնությունը նվիրված է օրվա իշխանությանը։ Ես դրան կարող եմ պատասխանել նրան, որ մենք այսօր ենք ապրում ու այսօրվա խնդիրներով եմ ես զբաղված։ Օրինակ ինձ ասում են ինչի չես վերաբերվում իրենց խոսքված նախկին թալանչիներին, որ էս արեցին, ժողովուրդ ջան, այդ նախկին թալանչի ասածները արդեն իշխանության կողմից հալածվում են բավական։ Հա, իրենք նախ արդեն հալածյալ են, քաղաքալացյալ են դարձել սրանց թեթև ձեռքով, երկրորդ էլ իրենք արդեն 7-8 տարի է չունեն իշխանություն։ Այսինքն ես պետք է թողնեմ այսօրվա հենց այսօր կատարվող այդ թալանը, ինչը որ իրենք էին բնորոշում նախկիններին, այսօրվա օրինակ Անիֆի խայտարակ դեպքը, կարող են բազմաթիվ այլ դեպքեր բերել այսօրվա դրությամբ, արդեն երբ որ իրենք ասում էին, բա նախկիններն եք ուզում են ժամանակ որ խոսեիր, ասում մութ պատժեզներում քեզ կծեծեին, այսօրվա դրությամբ քիչ ընդդիմադիրներ են մութ պատժեզում ծեծում։ Ես կարող եմ 3-4 դեպք բերել, ես վերջերս օրինակ Միրան Հակոբյաններ, չէ՞, ոնց որ կարծեմ օրը ցերեկով հարձակվեցին վրան, խուլիգանական հարձակում տեղի ունեցավ, իրեն ծեծեցին եւ մնացած շատ այդպես Տարոն Չախոյանին մի քանի անգամ արդեն հարձակում է իր վրա տեղի ունեցել։ Այսինքն այն գործիչները, որոնք իրենց քիմքին հաճո չեն, ենթարկում են ոչ միայն այսպիսի ճնշումների, այսինքն դատով սպառնալիքների, կալանքների, այլ նաեւ այդ խուլիգանական ձևով մութ գիշերը գալիս են պատժեզդի մոտ ծեծում են, ինչպես օրինակի համար եղավ Կարապետյան անունը ճիշտ ասած սպայ Հակոբ Կարապետյանի հետ օրինակ նույն դեպքով ուրիշ դեպքով երբ որ քաղաքացին մեղադրեց կադաստրի կոմիտեի ղեկավարին, որ իր ամուսնուն կազմակերպել որ տալ են քաղաքից դուրս ու խմբով ծեծել են։ Ինչպես են լինում քաղաքական ճնշումները, ինչպես են լինում խուլիգանական հարձակում, որ ասում են այսօրով չկա, դուք չեք վախենում։ Ոչ, մենք պարզապես համարձակ ենք, մենք չենք վախենում մեր կարծիքը արտահայտել։ Իսկ եթե իրենք նկատի ունեն, որ վախենալու բան չկա, իրենք չարաչար սխալվում են, վախենալու բան կա։ Մենք այդ անում ենք, այսպես կոպիտ ասեմ, նառիսկ, որովհետև մենք անընդհատ թիրախի տակ ենք ու դու չգիտես ինչ են անել վաղը, որովհետև մենք հստակ կարող ենք այդ տրենդը նկատել, որ օրվա իշխանությունը գնում է դեպի ավտորիտարիզմ։ Նրանք արդեն ավտորիտարիզմում է, երևի արդեն հաջորդ քայլով եկեղեցին հնազանդեցնելուց հետո, եթե ստացվի իհարկե, եւ ինչի ես խիստ կասկածում, արդեն տոտալիտարիզմի են սկսելու գնալ։ Ու այս ամենը ըստ իս իմ կարծիքով զուտ եւ միայն հնարավորինս սպասարկելու օտարերկրյա պետությունների շահերը, որովհետև այսօրվա դրությամբ այն առաքելությունը, որ պետք է ունենա իշխանությունը Հայաստանում այդ ժամանակաշրջանի հայկական շահերի առաջ մղումն է։ Ես չեմ տեսնում հայկական շահերի առաջ մղում, ես տեսնում եմ շարունակաբար թշնամական օրակարգերի առաջ մղում ու մեզ հնազանդեցում։ Ձեզ ուղղակի մի փոքր ուղում Տարոն Չախոյան չէ, Արթուր Չախոյան, Տարոն Չախոյանը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում աշխատում, այո։ Շատերն այսօր մեղադրում են, որ ընդդիմությունը իր տեղում չի գտնվում։ Ձեր գնահատմամբ Հայաստանում կա կեղծ ընդդիմություն եւ եթե այո, ինչպես է դա դրսևորվում։ Կեղծ ընդդիմություն միանշանակ կարծում եմ, որ կա, իսկ եթե մենք խոսում ենք ոնց որ ընդդիմություն մի քանի մասի բաժանենք, եթե մենք խոսում ենք խորհրդարանական ընդդիմության մասին, տիտղոսային, այո, նրանք իրենց տեղում չեն գտնվում ակնհայտորեն, որովհետեւ իրենք գտնվում են ազգային ժողովում արդեն 4-5 տարի է, հեսա կլրանա։ Ես ինչ որ ասեմ իրենցից կոնկրետ քայլեր եմ տեսել, կոնկրետ ինչ որ գործողություններ չեմ տեսել, այսինքն իմ շահը ես չեմ տեսել, որ սպասարկում է խորհրդարանական ընդդիմությունը կամ կարող է իրանք շատ են ուզում սպասարկել մոտները չի ստացվում, չգիտեմ, այսինքն իրենք ոչ ֆունկցիոնալ են այդ առումով։ Եթե խոսենք արտախորհրդարանական ընդդիմության մասին,
այստեղ ես չեմ տեսնում ինչ որ մի ընդհանուր թեկուզ մի փոքր օրակարգի շուրջ ես մարդիկ կարողանան միավորվել, չնայած նույնը կարող ենք ասել նաև խորհրդարանական ընդդիմության մասին։ Բոլորը ունեն չափազանց մեծ ամբիցիաներ, ամեն մեկը այսպես իրեն պատկերացնում է արդեն վարչապետ, մյուսների հետ չունի խոսելու, արդեն ինքը իր պաշտոնները բաժանել է, որ նոր մարդ է գալիս, սրան էլ մի հատ պաշտոն պետք է տանք, մեկից պետք է վերցնենք, ինչ որ աննորմալ ինչ որ բան է, որովհետև իրենք չունեն իշխանություն, բայց արդեն իշխանական այդ բոլոր լծակները եւ այլն բաժանել են։ Այսինքն լուրջ չեմ համարում էլի ես ամեն ինչը, կարծում եմ որ մոբիլիզացիա պետք է ընդդիմության, թեկուզ եւ ինչ որ զոհողությունների հաշվին, այսպես ասենք, անձնական անհատակ։ Ինչ չափանիշներով կարելի է, այսպես ասած, տարբերել իրական ընդդիմությունը կեղծ ընդդիմությունից։ Անկեղծ ասած, ես շատ եմ հանդիպում, երբ որ օրինակ վերջերս երբ որ ես մեկին բան արեցի, ակնարկեցի, որ քննադատություն հնչեց իմ հասցեին, ես համոզված եմ, որ շատ էսպես անարդար քննադատություն, ես ակնարկեցի, որ գիտես, ոնց որ ես կանխակալ եմ քո մտքի հանդեպ, որովհետև չգիտեմ, մի քիչ շատ հաճախ եմ տեսնում քեզ ինչ որ այդպես մերձ իշխանական շրջանակների հետ շփվելիս եւ այլն, ինքը էսպես բաներ էր բերում, ասում է, որ ես իրենց այս հարցով քննադատել եմ այն հարցով, եթե տրանսպորտի հարցով ես քննադատելու, ոնց որ եթե դու այն հարցերով ես քննադատելու, որոնք, չգիտեմ, էլի, այսպես անվնաս հարցեր են, այսպես ասենք, ու դու չես բերելու անդադ ասես, գիտեք, ինչ կա 5000 տարվա հայկական Արցախը այսօր հայաթափված է։ Իրանք ասում են մենք չենք հանձնել, հանձնեց, եղբայր կա մի հատ բան չէ, արդյունք։ Եկեք նայեք արդյունքին։ Մինչև ձեզ այնտեղ ապրում էին հայեր, ձեզանից հետո այնտեղ չեն ապրում հայեր։ Արդյունքը բան թե ով չգիտեմ ես թվին հանձնեցեն թվին այնպես անեիք այդ բնակչությունը կարողանար արժանապատիվ ապրել, արցախցին կարողանալ իր հողին կպած արժանապատիվ ապրել, բայց դուք թույլ տվեցիք միջազգային իրավունքի ամենասարսափելի հանցագործություններից մեկը տեղի ունենա, որ վիզա պետք դնել դրա համար է, բան չի լինում, իրանք կոնկրետ կոծկեցին ու շարունակում են կոծկել Ադրբեջանի հանցագործությունները ու թույլ տվեցին Արցախի հայաթափում։ Դա օրինակ ես հարց ունեմ էլի այդ օրինակ կեղծ ընդդիմադիրին կարելի է նաև դրանով դա էլ ինդիկատոր կարելի լինի, որ հարցնում ես Արցախի մասով ինչ կարծիք ունես, ինչ տեղի ունեցավ, եթե սկսեն լղոզել, չգիտեմ, Քոչարյանը Մեղրին հանձնեց, չգիտեմ, էլի Մեղրին Քոչարյանը հանձնել էր 2000 քանի թվականին այդ խոսակցություն որ գնա, բայց չգիտես ինչի Մեղրիում շարունակում են հայեր ապրել, մեկ էլ հետո պարզվում է, որ իրենք ճանապարհ են տալիս Մեղրիով մանիպուլյացիաներ, ամբողջ մանիպուլյացիաներ են ու օրվա իշխանությունը այդ մանիպուլյացիաները անընդհատ այսպես արդեն ոչ այնքան հմուտ, ժամանակին ավելի հմուտ էին անում, կերակրում են հանրության ու իրենց գործը շարունակում են։ Պարոն Աշոտյան, ներկայիս քաղաքական դաշտում շատ են կարծիքները, որ ընտրություններով իշխանափոխություն հնարավոր չէ իրականացնել։ Դուք այս հարցում ո՞րն է ձեր տեսակետը եւ արդյոք ներկայիս պայմաններում այս քաղաքական դաշտում հնարավոր է իրական իշխանափոխություն Հայաստանում ընտրությունների միջոցով։ Բարդ հարց եք տալիս, իրականում եթե ես իմ սուբյեկտիվ կարծիքն ասեմ, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի տալու իշխանություն։ Ինք չի տալու ուղղակի, եթե ընտրություններ լինեն, ես կարող եմ հղում կատարել մի օրենքի, որ նախորդ տարի իրենք ընդունեցին ու ինձ համար շատ զարմանալիորեն օրենքը ընդհանրապես արձագանք չգտավ, ուրեմն օրենքի բովանդակությունն անում է, որ եթե ընտրությունների ժամանակ արտակարգ իրավիճակ է տեղի ունենում, ընտրությունների արդյունքները չեղարկվում են։ Այսինքն պատկերացնենք մի սիտուացիա, երբ որ ինչ ընդդիմադիր ուժեր միավորվում են, իրենք տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն չի վերցնում այդ դեպքում ու մեկ էլ սահմանի սկսում է լարվածություն, արտակարգ իրավիճակ, ընտրությունների արդյունքները չեղարկվեցին ու արդեն դա հին այսպես ասած սխեմայով, որոնք կիրառում են այսպես ավտորիտար ղեկավարները եւ կամ դիկտատորները, սկսում է արդեն ճնշում է հենց ներսում այն ընդդիմադիրների վրա, ովքեր կարողացել են մոբիլիզացվել ինչ-որ բան փոխել։ Այսինքն ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը իշխանություն զիջելու է։ Այստեղ երևի կարելի ասել պետք է նպատակը նրանում լինի, որ գոնե թույլ չտալ այսպես մեծամասնություն, բայց դա էլ էլի արդեն կայուն մեծամասնության բանը կա, չէ, այդ սկզբունքը կա, այնպես որ
շատ դժվար եմ պատկերացնում ընտրություններով։ Այդ դեպքում ինչպես իշխանափոխության հասնել։ Կարծում եմ խաղաղ ցույցերի միջոցով, այսինքն ակնհայտորեն 2026 թվականից հետո տեղի են ունենալու, այսինքն ընտրություններից հետո տեղի են ունենալու հետընտրական process-ներ ու հետընտրական process-ները կարող են լուծում տալ հարցերին, հետո էլ ոնց որ մենք չպատկերացնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսպես շատ ձիգ տեղում իր նստած են, իր դիրքը շատ երերուն է, պետք է ասենք, վերջին դեպքերով էլ կարող ենք ասել, մի քիչ անց այդ կանրադառնամ, օրինակ հենց Սոլովյովի հայտարարության մասով, նույն Ալիևի հայտարարության մասով, Նիկոլ Փաշինյանը նայեք, այս պահի դրությամբ ինչ է կերակրում հանրությանն, Իրանը ամբողջությամբ քարոզչություն է, ծայրից ծայր քարոզչություն է, ինքը քարոզչությամբ է կերակրում։ Օրինակ, ես այս վերջերս 26 թվականի ծրագիրը ուսումնասիրեցի, պարզվում է, որ դեֆիցիտը կազմելու է 564 միլիարդ դրամ, եթե չեմ սխալվում։ Դա մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլարից ավելի է, այսինքն մենք նախորդ տարին եթե փակեցինք 14.1 միլիարդ դոլար պարտքով, արդեն հաջորդ տարի 15 այս տարի կներեք 15.5 է լինելու։ Պատկերացնում եք տարեկան միջինում մենք միլիարդից ավել պարտք ենք վերցրել, այս տարի եթե չեմ սխալվում 1.5 միլիարդ դոլարի ընդհանուր գումար ունենք սպասարկելու բանի այդ պարտքերի համար, ինչ ենք մենք անում, մենք չէ իրենք վերցնում են պարտք, այսինքն նախորդ տարի ենք 750 միլիարդ պարտք օրինակ վերցրին, որ նոր բանան այդ պարտավորությունները փակեն հին։ Իդեպ այն էլ նշեմ, որ մարդիկ հանկարծ այդպես բանի մեջ չընկնեն, ինչ է տնտեսագիտությունից խոսում, ես տնտեսագիտության ասպիրանտ եմ, տիրապետում եմ էլի այդ թվերին ու այդ ինֆորմացիային։ Հա, ու ասածս ինչ էր, ու այս իրավիճակում, երբ որ անընդհատ պետական պարտքը աճում է, իսկ մեր տնտեսական աճը իրականում, որ ասես կառուցվածքային փոփոխություն է տեղի ունեցել, այդպես չէ, ինքը ընդամենը քանակական աճ է տեղի ունեցել, նրա արդյունքում, որ տեղի է ունեցել ռուս-ուկրաինական կոնֆլիկտ։ Տեսնելով այն տենդենսները, որ Ռուսաստանն էլ քիչ-քիչ փորձում է Հայաստանի այդ տնտեսական, այսպես ասենք, հնարավորությունները սահմանափակել այնքանով, որ օրինակի համար էս մեր վաղորդներին սահմանափակում է իրենց կացությունը Ռուսաստանում, ուզում են իջեցնել 90 օր սարքեցին վերջերս, ուզում են 30 օր դարձնել։ Հայկական կոնյակի խնդիրը, որ ակնհայտ է, որ Վրաստանում որ խնդիր է առաջանում, դա Վրաստանն ինքնագլուխ չի անում, դա Ռուսաստանի հետ մեկտեղ արված քայլեր են ու հաշվի առնելով, որ մեր ընդհանուր արտահանման գրեթե թիվը այս պահին չեմ հիշի, այսպես ասենք, կեսից ավելին Ռուսաստան է գնում, մենք ունենալու ենք խնդիրներ, շատ լուրջ խնդիրներ։ Մյուս կողմից, երբ որ այս ռուս-ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված բենեֆիտները, որ մենք ստացանք, արդեն չեզոքանում են, մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու, երբ որ մեր ՀՆԱ-ն խիստ կարող է կրճատվել, իսկ մեր պետական պարտքը այդ նույն մակարդակում է մնալու, մեր հենց արժույթը ազգային շատ հնարավոր է, որ շատ շուտով կարող է արժեզրկվել, որի արդյունքում շատ ավելի ծանրանալու է այդ պետական պարտքի սպասարկումը։ Մի խոսքով, երբ որ ես որ խորանամ այս հարցերի մեջ շատ երկար եմ խորանալու, ասածս նրան է հանգում, որ իրենք խնդիր են ունենալու տնտեսական, իսկ եթե դու տնտեսական խնդիր ունես, կարող ենք հեռու չգնալ, նայենք Իրանում մեծ բազարից սոցիալական բողոքի վրա չէ տեղի ունեցան այս ցույցերը ու ես համոզված եմ, որ իրենք նաև վախեցած են դրանից, որ սոցիալական հողի վրա կարող է սկսել ցույցեր ու հետագայում դա արդեն ավելի մեծ այսպես երանգներ ստանա, քանի որ մենք ունենք Արցախահայություն այստեղ 120,000-ից ավելի, միանշանակ շատ ավելի այդ 120,000-ը խիստ նվազեցրած թիվ է, համենայն դեպս իրենք կան, իրենց խնդիրները կան, որոնք ոչ միտեղ չեն կորելու, իրենք պետք է պատասխան տան, ինչի էսպես եղավ, ոնց եղավ, որ էսպես եղավ ու հանրությունը պատասխանների է սպասում ու չես կարող անընդհատ դու արհամարել են հարցերը, որոնք քեզ համար հաճո չեն, դու չես ուզում լսել կամ այն հարցերն էլ, որոնք բարձրաձայնում եմ օրինակ ես կազինոների հարցով դու փորձես իմ բերանը փակել։ Իդեպ մի նկատառում էլ անեմ, դրանից 2 օր անց երբ Ալեն Սիմոնյան դրա մասին խոսեց, մի փաստերի ստուգման հարթակ կա, անդրադարձավ, հա? Բոլորիս հայտնի։ Հա, բոլորիս հայտնի մեր իշխանական փաստերի ստուգման հարթակը, երևի կարելի է ասել Նիկոլի մասին փաստերի հերկման հարթակ, այդպես էլ կարող ենք էլի տարբեր անուններ կարող ենք տալ իրեն,
շատ շուտով կանրադառնամ այդ հարցին էլ իրենք որակեցին իմ այդ մի տող որտեղ ես ասում եմ այդ նյութից մեջ որ ասում եմ 2018 թվին Դանիել Յովաննիսյանի ֆիպն էր գրել որ Ալեն Սիմոնյանը Range Rover-ը նվեր ստացել Vivarro-ի սեփականատիրոջից ուրեմն իրենք այդ որակում են ամբողջությամբ կեղծիկ ասում են նախ մենք ասել ենք մենք դա գրենք 19 թվին ոչ թե 18 իրանք այն որ ես ասում եմ բրավո իրենք բռնել են իմ կեղծիքը իրանք ասել են 19 ոչ թե 18 հաջորդ բանը ասում է մենք չենք պնդել նման բան բայց ես չեմ ասել որ պնդել ես ասել եմ գրել եք նման բան սկրինշոտը տակը տեղադրել եմ իրենց պատասխանը այսպես ինձ շատ դուր եկավ ասում են սկրինշոտ որ դրել եք մեծ տարերը փոքր է մարդիկ չեն տեսնում բացում նայում եմ քանի հոգու հարցեցի բավական մեծ էր տարերը երևում էր կարդացում էր ես ինձ խորտ տվեցի բժիշկի դիմել որովհետև ակնհայտորեն խնդիր կա ու նաև իրենք երկու բժիշկի մոտ պետք է գնան լսողության հետ երևի խնդիր կա ես կարծում եմ պետք է դա անել ու շատ հետաքրքրականն էր որ մի լրագրող էլ շատ լավ նկատառում էր որ դուք լեգիտիմություն եք տվել այս ինֆորմացիան դնելով ձեր էջում նախ եւ առաջ երկրորդը ես չեմ պնդել նման բան որ ես ասել եմ որ գրել ենք սկրինշոտը դրել եմ իրենք գրել են ես էլ սկրինշոտը դրել եմ ու լեգիտիմություն ենք տվել ինֆորմացիան հիմա ինչա դուրս գալիս որ ես որպես հանրային գործիչ ես կարամ երբեմն թույլ տամ ինչ որ թերացումներ իհարկե դա թերացում կոչելն էլ այսպես ասենք որ շատ ուզես sense առավելագույն ուռճացնես թերացում կկոչես բայց արդեն փաստերի հարթակի կողմից դա ամբողջությամբ կեղծիկ որակելը դա առնվազն կոպիտ մանիպուլյացիա է ու հենց դեզինֆորմացիայի տարածում զոտ սա էլ ասեմ որ մենք իմանանք որ այդպես մերձ իշխանական այսպես իբր թե պրոֆեսիոնալ բաներ կան լրատվականներ կան որ իրենք նեյտրալ են խաղում բայց իրականում իրենք ամենևին էլ նեյտրալ չեն մի բան էլ նշեմ որ ուրեմն դեկտեմբերի 31-ից հետո այս տարվա առաջին պոստը իմ մասին է իրենց ասում են ո՞նց է լինում որ 3 ամիս առաջվա վիդեոն որը 150,000 դիտում ունի ձեր աչքից վրիպել է հիմա դուք եկել եք առաջի օրով աշխատանքային օր ու ձեր աչքը միանգամից ընկավ դա ու դուք առաջին ձեր պոստը նվիրեցիք ինձ ես շատ շոյված եմ իդեպ որ իրենց այս տարվա առաջին պոստն ինձ իմ մասին էր շատ շոյված եմ շնորհակալ եմ իրենց նաև իմ խոսքն ավելի լսելի դարձնելու համար Ձեր գնահատմամբ հնարավոր է որ Նիկոլ Փաշինյան ընտրություններով հեռանա, բայց նրա փոխարեն իշխանության գա ավելի վատ եւ ավելի վտանգավոր մի ուժ եւ որն է այդ ուժը ձեր կարծիքով Ես ուժ չէի ասի, ես ճիշտ ասած մտքին կան մի 2-3-ը, որ հնարավոր է եւ ավելի վատ լինի, որովհետեւ մենք պետք է միշտ մտքներից մեջ բայենք, մենք մի անգամ սխալվեցինք, երբ ասացինք ով ուզում է լինի, Սերժ Սարգսյանը չլինի։ Մենք չպետք է նույն սխալը կրկին անգամ կրկնենք, որովհետեւ կարող է շատ ավելի վատ հետևանքների առջև կանգնենք ընդհանուր միջև պետականության կորուստ ոնց որ ես այդ տարբերակն եմ էլի շատ վախենում եմ իհարկե իմ համար սա անձնական ու ընդհանուր մեր համար դա ազգային կլինի մեծ աղետ ու ողբերգություն բայց համենայն դեպս եթե մենք մտածենք որ Նիկոլ Փաշինյանը ամենավատն է դա այդպես չէ ու Նիկոլ Փաշինյանը ես մի բան էլ ասեմ Այսպես մի հետաքրքիր տրյուկ կա, այսպես ասենք, որ վատ ղեկավարներն անում են, իրենք իրենց շրջապատում պահում են այնպիսի մարդկանց, որ մարդիկ անընդհատ տեսնեն, որ ինքը ասի նայեք, ես չլինեմ, սա է լինելու։ Այսինքն նախկինների մասին է խոսքը։ Ոչ միայն նախկինների, հենց իր թիմակիցների մասին է խոսքը։ Հենց իր թիմակիցների մասին է խոսքը, որ այդ թիմակիցը, որ իրեն կարող է փոխարինել, տեսեք, ես չլինեմ, ինքն է լինելու, իրեն եք ուզում։ Նախկինների մասով էլ իհարկե, ուղղակի նախկինները, գիտեք, մի բան որ շատ է բոբոյի տեղ օգտագործում, ինքը ուժը կորցնում է։ Թե վախենալու չի։ Արդեն էլ վախենալու չի, արդեն հոգնել ենք թալանչի, նախկին, չգիտեմ եւ այլն, բոլորին փորձում են խցկել այդտեղ, չգիտեմ, էլի, ասենք, ես ապշում եմ, երբ որ իրենց մարդիկ գալիս են, սկսում են ինձ թալանչի ու նախկին ասել, որովհետեւ մի խոսքով էլի Դուք ձեզ քաղաքական գործիչ համարում եք, տեսնում եք ձեզ ակտիվ քաղաքական ոլորտում, թե նախընտրում եք որպես վերլուծաբան մնալ։ Այդ դիրքերից խոսքը։ Ես նախատեսում եմ, դա ճիշտն ասած, գիտեք, եթե դու հենց այդ process-ների մեջ ես թեկուզ վերլուծում ես, դու հենց քաղաքական process-ների հետ ես սկսում ասոցացվել արդեն իսկ կամա թե ակամա դառնում ես քաղաքական գործիչ, ես ավելի շուտ ինձ կհամարեի հանրային գործիչ ու ճիշտն ասած քաղաքասարակության անդամ երևի, այդպես էլ կասեմ, որովհետև գիտեք, այսօրվա դրությամբ մենք քաղաքասարակություն պարզապես չունենք, մեր քաղաքասարակությունը ասենք Քոչինյան Արեգնա, որ գնում է Բաքու այդ բանի անունից, քաղաքասարակության անունից էլ Չակերտավ, չգիտեմ իր այդ խումբը, որը շատ ցավալի է, կամ մեր քաղաքասարակությունով Դանիել Յովաննիսյանը, այն մյուսները, ովքեր պահի տակ պաշտոն ստացան, չգիտեմ, բան ու այսօր լուր են։ Ինչ տեղի ունենում, իրենք չեն տեսնում, էլի այս կոռուպցիոնե սկանդալները մեծ չեն տեսնում, մնացած, այսինքն մեկ ակնհայտորեն այդ բաց տեղ ունեն քաղաքասարակության ու նաև այս ամեն ինչ սկսելուց ես այդտեմ նկատի առել, այդտեմ հաշվի առել, որ մեզ քաղաքասարակություն է պետք։ Ու քաղաքասարակությունը պետք է ոչ թե սնվի ինչ որ դրսի գրանտներից, ինքը փող ստանա
խոսելու համար ու մենք ունենք այդպես բավականին մեծ կազմակերպություն, որտեղ այդպես իբր քաղաքասարակություն են խաղում, բայց օտարերկրապետություններից ֆինանսավորմամբ, այսինքն գիտեք, սկզբունք կա, չէ, որ փողը տալիս է նայել թե պարն է զակազ տալիս պատվիրում եւ թե երգը ես կարծում եմ որ մեզ ավելի շատ այդպես խոսող մարդիկ են պետք է տեսնում եմ որ շատանում մարդիկ ովքեր անկախ կարծիք են ինչ որ ասում իրենց սեփական կարծիք ու թեկուզ եւ հանրությունը կարող է համաձայն չլինել այդ կարծիքի հետ շատ հաճախ կամ ինչ որ շերտ է բայց եթե մարդը իր անկեղծ կարծիքն է ասում ազնիվ այդ արդեն շատ մեծ բան է շատ լավ բան է որովհետեւ ավելի լավ է դու հավատով ասես դրա մասին ու դու շատ վատը լինես վատ բաներ ասես քան թե փող ստանաս ու լավ բաներ ասես զուտ նրա համար որ դու փող ես ստանում որովհետեւ վաղներ փող կստանաս հենց Հայաստանի Հանրապետության դեմ աշխատելու համար օրինակ մոտենում են արդեն 26-ի խորհրդարանական ընտրությունները երբևէ քննարկվել է ձեր մասնակցությունը որևէ ընտրական ցուցակում շատ է քննարկվել պետք է ասեմ բավականին շատ է քննարկվել ես կարելի ասել գրեթե բոլոր ուժերի հետ որոշակի շփումներ եմ ունեցել որոշակի այսպես ինչ որ բանակցություններ կարող ենք նաև ասել բայց այս պահի դրությամբ ես ոչ մի թիմի մաս չեմ կազմում, այս պահի դրությամբ ես այն մտքին եմ, դեռևս այն մտքին եմ, որ 2026 թվականին ես շատ ավելի օգտակար կլինեմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի process-ից դուրս, ով որ կփորձի մարդկանց ներկայացնել թե ինչ ուժեր կան օրինակ ես ունեմ մի քանի ուժ որոնց բավականաչափ համակրում եմ ես օրինակ համակրում եմ Տիկին Կարապետյանցին իրենց համադրական շարժում բավականին հետաքրքիր է պարոն Թաթոյանը բավականին լավ տեխնացու է տարբեր ես նկատում եմ որ նոր ինչ որ շարժումներ են ուզում առաջանալ այդ շարժումներով եմ հետաքրքրված ու կփորձեմ իրենց այսպես դրական լույսի ներքո ներկայացնել որովհետև մեդիա դաշտը քանի որ զբաղեցված է գիտեք իրենց շատ հաճախ այսպես լուսանցքից դուրս են իրենք մնում իսկ այս ընթացքում կարող եմ այսպես մի քիչ մեծամտանալ են հարցով որ բավականին մեծ լսարան եմ կարողացել մոբիլիզացնել նրա միջոցով զուտ որովհետև ես գիտեմ որ դրա պահանջարկը կար մարդիկ ուզում էին տեսնել ոչ թե խոսող գլուխ, ով որ ներկայացնում է զուտի շահից ելնելով կամ իր թիմի շահից ելնելով իրավիճակը խեղաթյուրելով շատ հաճախ եւ այլն, այլ մարդ, ով որ ռեալ իր կարծիքն է ասում, թեկուզ է մարդիկ կարող են իմ հետ համաձայն չլինեն, շատ հաճախ ստանում ասում ես քո հետ համաձայն չեմ, բայց ես քո հետ սոլիդար եմ, քանի որ դու իրոք անկեղծ ես քո մտքերում, ու դա շատ գնահատելի է։ Ես շատ եմ գնահատում։ Ես վերջերս անգամ մի մերձ իշխանական մարդուց ես այդպիսի բան ստացա զարմացել էլի ոնց ասում ես քո սոլիդար եմ ու այդ հենց Ալեն Սիմոնյանի հետ դեպքի մաս ասում իրենք չպետք է վախցնեն մարդկանց ու ես զարմացա այդ սոլիդարությունից իրենց Ինչ գաղափարների կրող եք դուք քաղաքական իմաստով եւ որ արժեքների շուրջ կարող եք պատկերացնել համագործակցություն տարբեր քաղաքական ուժերի հետ Երևի այդ քաղաքական հայացքներով ես ավելի շուտ կասեի որ կենտրոնը մտամ ավելի աչ ուղությամբ, ազգային ուղությամբ, բայց այն բանի մեջ էլ չեմ մտնում ծայրահեղության, որ ասեմ մուշ սասուն ենք մտնելու, վանը գրավենք, չգիտեմ եւ այլն, դա էլ իհարկե ռացիոնալ չի։ Մեր դեպքում մենք պետք է մի քիչ ավելի իրատես լինենք, իջնենք այս հողի վրա, որովհետեւ երեք մենք Արցախ ենք կորցրել, որը ունեինք։ Մենք ինչ ունենք կորցրինք, մուշ սասունից ենք ոնց որ շարունակում երկել, մի քիչ չէ էլի, եմ որ չի բռնում։ Պետք է նախ մտածենք այս պահի դրությամբ մենք ինչ ունենք ինչն է միջազգային օրենքներով էլի քիչ թե շատ պաշտպանված, իհարկե միջազգային իրավունք չի աշխատում, մենք արդեն իսկ գիտենք, տեսնում ենք, ու պահենք կոնկրետ այս պահի դրությամբ ինչ մեր ձեռքի տակ կա ու հնարավորինս կարողանանք մեր ուժեղ կողմերը ավելի ուժեղացնել, այդ թույլ կողմերի վրա աշխատել։ Եթե խոսենք բանի մասին, մի քիչ երևի ավելի մետաքաղաքական բաների մասին պետք է խոսեմ, այն առումով, որ այս մեր հին պատկերացումները երևի փոխվել է հենց բանի մասին, էլի մարդկանց այդ քաղաքական կողմնորոշումների մնացածի մասին, օրինակի համար որ նայես, թե Նիկոլ Փաշինյանին իր ընտրազանգվածին իրենք քաղաքական կողմնորոշումն են, իրենք ավելի շուտ ունեն մի բան, իդլ, մի այսպես առաջնորդ աստված կուրկ այո հենց ճիշտ բառաբանորոշի կուրկ ում հետևից են գնում են հենց իրենց բանը բնորոշում որ ասում են ինչու՞ չեք գնում պատարակի ասում դե Նիկոլ Փաշինյանը որ գնում է մենք տեղ ենք գնում այդ իր բանի մասով էլի որ գնաս հետը կգամ բայց ես անկեղծած կասկածում եմ որ ինքը ուր էլ գնա իրենք հետը կգան այդ շատ շուտով չասեմ, բայց ես համոզված եմ պահը կգա, որ իրենք չեն ուզի Նիկոլ Փաշինյանի հետ գնալ, այդ պահը գալու է, իրենք թող չմտածեն, թե ինչ-որ իշխանություն հավերժ է։ Իդեպ, մենք խոսեցինք ճիշտ ասած կիսատ մնացեն մասը, երբ որ Սոլովյով վերջերս շատ կոպտոր են ոտնձգել, շատ կոպտոր են վերաբերում, ինչու իշխանությունը
պաշտոնապես պատասխան չտվեց, ԿՊԱ-ական ինչ-որ պատգամավորներ են գրառում անում եւ ԿՊԱ-ականները նաեւ մեղադրում են ընդդիմությանը, որ լուռ է։ Այս մասով ինչ կասես։ Շատ հետաքրքիր է իհարկե, երբ որ իրանք են երեսով սկսում տալ, գիտեք, շատ վտանգավոր տենդենսի մեջ ենք մենք հայտնվել։ Ես պետք է ասեմ, որ այս բոլոր գործընթացները Արցախից սկսեցին, երբ որ կարողացան 5000-ամյա բնակչությանը այնտեղի հենց այդ հողին կպած մարդկանց էթնիկ զտման ենթարկել, բնականաբար ուրեմն նշանակում է միջազգային իրավունքը այդ պահին շատ խիստ ոնց ասեմ, էլի թուլացավ, որովհետև այդ մարդիկ պետք է պաշտպանված լինեին այդ իրավունքով։ Դրանից հետո մենք տեսանք Գազայում ինչ կատարվեց, որը հերթական շատ կոպիտ ոտնահարումն էր։ Դրանից հետո մենք տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում ու ամերիկան ուժեղի իրավունքով պարզապես մեկ այլ պետություն է ներս մտնում, տանում է ղեկավարին, առևանգում է, ինչը շատ մտահոգիչ է մանավանդ փոքր պետությունների համար, որովհետև փոքր պետություններին կայսրությունները, ես կայսրություն եմ կոչում թե Ամերիկային, թե Ռուսաստանին, Չինաստանին, նրանց համար մենք պարզապես այսպես ռեսուրս ենք, որին կարելի է օգտագործել ու դու պետք է այնպես անես, որ դու չդիտարկվես որպես ռեսուրս։ Ես տեսնում եմ, որ 7 տարվա ընթացքում ինչ որ անում են այս իշխանությունները, մեզ ավելի ու ավելի են նմանեցնում ռեսուրսի ու այսպեսի խոսք կա, որ Ալիևն էլ ասեց այս կոնտեքստում միջազգային իրավունքի ասում է, եթե դու սեղանի շուրջ չես, ապա դու մենյուում ես որպես ուտեստ։ Մենք այս պահին մենյուում ենք։ Ու եթե օրինակ Ադրբեջանն է ուզում մեզ ուտել, Ռուսաստանի մոտ չպիտի լինի ախորժակ, որ ասի Ադրբեջանը կարող է, ես չեմ կարող։ Իսկ մոտ մեկ այլ հարց է առաջանում, որ օրինակի համար, երբ որ մեզ 24/7 վախեցնում են պատերազմով, երբ որ մեզ ասում են Ադրբեջանի մասին մի խոսեք պատերազմ կլինի, ես չլինի, իրենք այսպես սարսափած են Ադրբեջանից։ Մի հարց ունեմ, այսինքն դուք այդքան վախենում եք Ադրբեջանից, Ռուսաստանից ընդհանրապես չեք վախենում, լուրջ եք ասում։ Պարզապես այստեղ ես մտահոգություն ունեմ, որ մեզ ներքաշում են կայսրությունների, հակադրությունների մեջ։ Այստեղ պետք է ասենք, որ Եվրամիությունն էլ է նաև, դա էլ է կայսրություն ու կոնկրետ այս պահի դրությամբ իրենք դառնում են գործիք այլ ուժերի կողմից ընդդեմ Ռուսաստանի։ Ես դեմ եմ այդպիսի իրերի դրությանը, որովհետև մենք չպետք է դառնանք ոչ Ռուսաստանի ձեռքին գործիք ընդդեմ Արևմուտքի, ոչ Արևմուտքի ձեռքին գործիք ընդդեմ Ռուսաստանի, որովհետև մենք շատ փոքր ենք։ Երբ որ մեզ տրոր են անցնել մեր վրա, ոչ ոք աղ չի ասելու։ Այսինքն չեն ասելու, վայ, այս ինչ հին լավ ազգ էր, գեղեցիկ մշակույթով, պատմությամբ եւ այլն, դե հիմա բաներ եղավ, այսպես ասում են մի հատ լավ բառ կար, ասում է համընթաց բան բառը մտքիցս ցռել է, ուշերբ, այսպես ասենք, որ հետը բանը լինում էլի, այսինքն մեծ բան չկա։ Մեզանով ոչ ոք չի հետաքրքրվել, մեզ մենակ մենք ենք հետաքրքրում, շատ չափազանց մտահոգիչ է, որ Սոլովյովն է նախ դրա մասին խոսում, երկրորդը Ալիևն է դրա մասին խոսում ու մենք տեսնում ենք, որ մենք այսինքն սեղանի վրա ենք ու այստեղ հələ որ հավակնություն մեզ ուտելու մեկը Ռուսաստանն է, մեկ էլ Ադրբեջանը, բայց հավակնորդները ես հավաստիացնում եմ, որ շատանալու են, որովհետև եթե դու լավ ուտեստ ես, լավ տարածաշրջանում են այստեղ մի հատ էլ միջանցքել են բան արել, բացել արդեն դու շատ գայթակղիչ ես որպես ուտեստ։ Դրա համար մենք չպետք է ուտեստի կարգավիճակում լինենք, որովհետև իդեպ բաներն էլ հենց նույն իշխանություններն էլ դիտավորությամբ սրում են իրավիճակը նրա համար, որ հակառուսական տրամադրություններն ավելի շատ են, այնպես է մեր հասարակության մեջ բավականին շատ կան հակառուսական տրամադրվածություններ, ավելի են շատացում իրենց սեփական օգուտի համար, բայց ես ասում եմ մեր ազգային շահին դա դեմ է, որովհետև մենք չենք կարող նախ ոտք գցել կայսրությունների հետ, պետք է դիվանագիտորեն շատ այսպես նուրբ աշխատանք տանելով ոնց ասեմ, գոնե հարաբերությունները ինչ որ այս ճգնաժամից մի քիչ հանել, խոսակցությունների ձևով գոնե, թե այդ մասով, որ այսպիսի վիրավորանքներու, այսպիսի կոպիտ իրար ոտնձգելու բաներ, դեպքերի մենք սպես հականատես չլինենք, բայց իրենք հետաքրքրված չեն դրանում, իրենք ընդհանրապես հետաքրքրված չեն հայկական շահով։ Շնորհակալ եմ, պարոն Աշոտյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրներ ՏՏ ոլորտի տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանը։ Կհանդիպենք։